Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված եւ ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։ Առաջին անգամ հենց այս մարզում է գործարկվել էկոպարեկային ծառայությունը։ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբեր թաղամասի միջնամասը 7-4 կիլոմետր հատվածում փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 միլիոն դրամ է։ Պետության մասնաբաժինը կազմել է 70%, 104 միլիոն դրամ։ Արդյունքում Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ։ Կառավարության ղեկավարն այցելել է նաև Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզ։ Այս ծրագրի ընդհանուր արժեքն էլ կազմել է ավելի քան 377 միլիոն դրամ, որի 80%-ը, ավելի քան 302 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար։ Իսկ սննդի հարցը դուք եք անում, թե արտապարտի վիրակացան։ Չէ, Իսկ վիճարով եք մանկապարտեզ, ինչքան վիճարով երեխաները։ Կապանի համայնքի գրանցում ունեցել 5000, ովքեր մեր համայնքի գրանցում չունեն։ Բարև ձեզ։ Ոնց է։ Հիմա ասենք ես սարքել եք ֆինանսավորը։ Բացի սալոջախը եւ մստավորը կոնկրետ խոհանոցում։ Մնացած այլ։ Եվ զգացարանը։ Իրերի Էկտորերի պարագաններ, չորանոցներ։ Անկողնային պարագաններ ծնողներն են բերում, թե դուք եք տալիս։ Համայնքը տրամադրել է ամբողջովին։ Կապանում վարչապետը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով եւ շնորհավորել էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով։ Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը եւ ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում եւ կարծում եմ սա շատ կարեւոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն մեր պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ եւ մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։ Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, նոր աշխատանքային գործիք, նոր ավտոմեքենա պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք շատ կենտրոնացած ենք եւ թվում է թե դժվար գործ է դա, որ մենք ունենանք նոր մեքենաներ, որ մենք ունենանք մեքենաների, հագուստի, այլ գործիքների, սարքավորումների փոփոխություն, բայց իրականում այս բարեփոխումը իմաստ կունենա, եթե այդ ամեն ինչի փոփոխություն նշանակի մարդու փոփոխություն։ Որովհետև եթե այս նոր մեքենայի մեջ մարդը նստելու եւ աշխատելու է հին վերաբերմունքով եւ հին պատկերացումով, սա նշանակում է, որ մենք մեր նպատակին չենք հասնելու։ Եթե այս ծառայությանը եւ քաղաքացու հարաբերությունները լինելու են ինչ-որ նախկինը, մենք մեր նպատակին չենք հասնելու։ Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն։ Միջոցառումն ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։ Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել մասնավորապես 22 հատ Isuzu D-Max մակնիշի ամենագնաց մեքենաներ, ավելի քան 331 միլիոն դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 միլիոն դրամ։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։
Ապրիլի 12-ին շարունակվել է վարչապետի այցը Սյունիքի մարզ։ Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 25.8 միլիոն եվրո, իրականացվում է վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի վարկային, Եվրամիության աջակցության դրամաշնորհային միջոցներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Արդյունքում կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ։ Հաջորդի վարչապետն այցելել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Զանգեզուր կենսոլորտային համալիրի տեղամաս։ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում, զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շաբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում։ Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է, որ պետք է կենտրոնանալ ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ աստիճանաբար լուծել բոլոր հարցերը։ Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը կրկին նշել է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտում է Հայաստանի սահմանադրությունը, որը իբրև թե պարունակում է տարածքային պահանջներ Բաքվի նկատմամբ։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբոճորեշվիլին էլ ասել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանին եւ Հայաստանին միջև կարգավորման գործընթացին։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։ Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին հատուկ անդրադարձ է եղել նաև Անտալիայի դիվանագիտական ֆորումում։ Մասնավորապես երկկողմ հանդիպումից հետո ֆորումի շրջանակում տեղի ունեցել պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի եւ Մակաբոճորեշվիլիի մասնակցությամբ։ Քննարկումը կրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ խորագիրը։ Քննարկման վարողը հիշեցնելով, որ անցած ամիս Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, հարցրել է, թե արդյոք ինչն է խանգարում դրա ստորագրմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ավարտի արդյունքում Հարավային Կովկասի տարածաշրջանում կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Անցած ամիս երկու կողմերը գրեթե 2.5 տարի հետո ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Մենք դա համարում ենք չափազանց կարևոր եւ լուրջ զարգացում։ Սակայն համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են որոշակի քայլեր։ Առաջինը Մինսկի խմբի լուծարումն է, մյուսը Հայաստանի սահմանադրությունը, որտեղ անհրաժեշտ են փոփոխություններ։ Բայրամովի հայտարարություններին արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցը կարող է լուծարվել, եթե հակամարտություն չկա։ Եվ սա հետաքրքիր հարց է։ Հիմա մենք կոնֆլիկտ ունենք, թե ոչ, տեղում ոչ, դե ֆակտո հակամարտություն չունենք։ Սակայն թղթի վրա խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիր չունենք ստորագրված եւ ավերացված։ Կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է։ Մենք պետք է ստորագրենք պայմանագիրը եւ ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Կարող ենք հանձնաժողով ստեղծել քննարկելու բոլոր հարցերը։ Արձագանքելով Ջեյհուն Բայրամովի պնդումներին, թե Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, Արարատ Միրզոյանն ասել է. Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, մենք էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի սահմանադրության հետ կապված։ Եվ սա չենք ասում միայն հայելային արձագանքի համար։ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակում է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ այն հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, ներառյալ ներկայիս հայկական տարածքների շուրջ 60%-ի նկատմամբ։ Եվ առաջ է գալիս հարցը, թե ինչ մոտեցում ենք որդեգրում։ Արդյոք պատրաստվում ենք նախ ունենալ բոլոր հնարավոր հարցերի պատասխանները եւ միայն դրանից հետո հարաբերություններ հաստատել, թե հիմնվում ենք արդեն ձեռքբերված պատմական առաջընթացի վրա։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել պայմանագրի տեքստի շուրջ, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մինչև Խորհրդային Միության փլուզման պահը։ Այս գործընթացները կարող են անվերջ տևել։ Մենք պետք է հասկանանք, կենտրոնանում ենք ապագայի վրա, թե անցյալի։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն դիտարկմանը, թե Հայաստանի սահմանադրությունից է բխում այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունը բաց հանրային փաստաթուղթ է։ Յուրաքանչյուր ոք կարող է ստուգել եւ տեսնել, որ դրա մեջ չկա որևէ դրույթ, որը վկայում է այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչու է ադրբեջանական կողմը շարունակ բարձրաձայնում այս հարցը, չէ՞ որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի կետերից մեկով երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դա միանգամայն ընդունելի դիրքորոշում է։ Կա նաեւ այն մոտեցումը, ըստ որի կողմերը չեն կարող հղում կատարել իրենց ներքին օրենսդրությանը։ Դրանով իսկ արդարացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման ձախողումը։ Մենք համոզված ենք, որ բոլոր խոչընդոտների հաղթահարման ամենակարճ ուղին պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Հայաստանի արտգործնախարարը կրկին նշել է, որ Երևանն ու Բաքուն ունեն բոլոր նախադրյալները ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ եւ բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ Իսկ արդյոք պայմանագրի ներկա տեքստը պատասխաններ է տալիս հնարավոր բոլոր հարցերին, Միրզոյանի կարծիքով ոչ։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։ Ըստ նախարարի, սա պարզապես հարաբերությունների վերսկսման հիմք է, իսկ ինչ վերաբերում է խնդրահարույց հարցերին, ապա նրա կարծիքով կողմերը կարող են շարունակել քննարկումները նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար։ Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ խաղաղ եւ անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է։ Նրա խոսքով տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ։ Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա։ Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր հնարավոր միջոցները նպաստելու տարածաշրջանում երկխոսությանը եւ համագործակցությանը։ Բոճորիշվիլին կարևորել է կողմերի քաղաքական կամքը եւ լարվածությունը վերացնելու տրամադրվածությունը։ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով Թբիլիսին տարածաշրջանային գործընթացներում պարզապես միջնորդ չէ, այլ գործընթացների մի մասը, քանի որ տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը երեք երկրների համար ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում։ Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցության միջոցներին։ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է Բաքվին բացել երկաթուղային կապուղիները, սակայն ադրբեջանական կողմը ոչ մի դրական պատասխան չի տվել։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիայի երկկողմ օրակարգի ընթացքի կետերը։ Զրուցակիցները մտքել են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ։ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Շանթ Ռեզիդենս բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողների ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական ոլորտի միջազգայնացումը բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Մոսկվայից մանրամասները ներկայացնում է մեր թղթակից Վահե Ավանեսյանը։ Հայաստանի անշարժ գույքի շուկան պետք է խոստովանել, որ օտարազգիների համար չբացահայտված ֆենոմեն է։ Եթե ազնիվ լինենք, հաճախ ինքներս էլ չենք կարողանում բացատրություն գտնել այն իրականությանը, որ տիրում է այդ ոլորտում, բայց բիզնեսի տեսակետից հենց այդ իրականությունը ներդրումային հիանալի հնարավորություններ է ստեղծում։ Եվ այստեղ ներկայացված հայաստանյան տասնյակ կառուցապատողներ եկել են հաստատելու, որ մեր երկրում իրականացվում են միջազգային կարգի ճարտարապետական նախագծեր, որոնք մրցունակ են բոլոր առումներով։ Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին զուգահեռ ընթացել են բանակցությունները միջազգային կառուցապատողների հետ, որոնց ներկայությունը Հայաստանում կարևոր է բիզնես կլիմայի ընկալման համար։ Վրույր Փենեսյանը մեզ հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է նմանատիպ ընկերությունների հետ համագործակցության պայմանագրերի ստորագրում։ Մենք ուզում ենք նաև գործական կապեր ստեղծվի հայ եւ ռուս գործարարների միջև եւ դրա հետ կապված մենք հրավիրել ենք նաև գործարարների ռուսաստանցի եւ կլինեն ընկերության սեփականատերեր, որոնք ուղիղ կապ կստեղծեն մեր կառուցապատողների հետ։ Ասեմ ավելին, մենք ունենք նախնական արդեն պայմանավորվածություն համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների, ովքեր գործունեություն են իրականացնում այս պահին Ռուսաստանում եւ իրանք միջոցառման շրջանակներում ակնկալվում է նաև որ պայմանագրեր կնքեն հայ մի քանի կառուցապատողների հետ ու Հայաստանը
կգրանցվի միջազգային այդ անշարժ գույքի ամենամեծ ցանցում, արդեն կլինի նոր կետ, որը իրանք կներկայացնեն։ Հայաստանի անշարժ գույքի մոսկովյան ցուցահանդեսը կարևորվում է նաև նրանով, որ այստեղ ներկայացված են ոչ միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում, մասնավորապես Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Ապարանում իրականացվող կառուցապատման նախագծերը։ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ողջունեց հայ գործարարների նախաձեռնությունը, շեշտելով, որ հայ բիզնեսի ճանաչելիությանը միտված քայլերը բարձրացնում են մեր երկրի նկատմամբ վստահությունը։ Դիտարկելով այս ցուցահանդեսը, անշարժ գույքի ցուցահանդես վաճառքը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, մենք կարող ենք արձանագրել, որ սա էլ արտահանման մի նոր մոդել է, այսպես ասեմ, որը որ կարող է բերի հետաքրքիր արդյունքների։ Խորհուրդ կտամ բոլոր մեր գործարարներին, բոլոր մեր տնտեսվարողներին իրենց աշխատանքում ման գալ եւ գտնել նոր մեթոդներ, իրենց արտադրանքը, իրենց ստեղծածը ներկայացնելու, գովազդելու, ավելի ճիշտ մատուցելու այն աշխարհին, որը որ կոչվում է գնորդներ, որովհետև մեր առաջնային խնդիրը կայանում է հետևյալը, որ մենք մեր երկիրը պետք է դարձնենք գրավիչ։ Ցուցահանդեսի շրջանակներում բոլոր կառուցապատողները համաձայնել են հանդես գալ վաճառքի հատուկ առաջարկներով, իսկ պոտենցիալ գնորդների համար ստեղծվել է հիանալի հնարավորություն մեկ վայրում համեմատել Հայաստանում կառուցվող կամ արդեն կառուցված լավագույն շենքերը եւ ընտրություն կատարել։ Իսկ Շանթ Ռեզիդենս բնակելի համալիրը ցուցահանդեսի շրջանակներում հատուկ զեղչեր անելու կարիք չուներ, քանի որ զեղչային գրավիչ համակարգը միշտ է գործում եւ հասանելի է բոլորին։ Շանթ Ռեզիդենսի բնակարանները Երևանի կենտրոնին մոտ նորակառույցների մեջ ամենամատչելին են։ Չնայած Երևանի համար անհավանական թվացող գներին, Շանթ Ռեզիդենսը գերժամանակակից համալիր է, որտեղ կառուցվում են նորագույն ստանդարտներին համապատասխանող եւ ճարտարապետական գրագետ լուծումներով բնակարաններ։ Իսկ մյուս գրավչությունը մետրոյի Սասունցի Դավիթ Կայարանի անմիջական հարևանությունն է ու տրանսպորտային արագ հասանելիությունը ցանկացած ուղղությամբ։ Առաջնային նպատակներից է դա իհարկե խթանել Հայաստանի անշարժ գույքի վաճառքին եւ ներդրումները ակնկալել բերել դեպի Հայաստան։ Դրա համար մենք բացի բնակելի անշարժ գույքից հենց ներդրումային անշարժ գույքեր ենք այստեղ ներկայացնելու միջոցառման շրջանակներում, որպեսզի ապահովենք մարդկանց, ովքեր Հայաստանում անգամ եթե ցանկություն չունեն բնակարան ձեռք բերելու, որպեսզի ունենան եկամուտի նոր աղբյուր, այսինքն ներդրումներ անեն ապարտ հոթելներում կամ նման ինչ-որ կառույցներում եւ пассив եկամուտ ակնկալեն Հայաստանից։ Ռուսաստանի հայ գործարարների Կիլիկիա ՓԱԿ ակումբի նախագահ Նվեր Սարգսյանը հաստատում է, որ արդի աշխարհաքաղաքական պայմաններում ներդրումային առումով Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում ռուս գործարար աշխարհի համար։ Ցանկացած նման նախաձեռնություն մենք ողջունում ենք, որը կապ ունի հայկական ապրանքների եւ ծառայությունների հայկական ընկերությունների միջազգային շուկա դուրս գալու հետ։ Մենք ունենք նման փորձ Մոսկվայում, Թումոյի օրինակը բավականին հաջողված մեր ռուս գործընկերների հետ բոլոր քննարկումների արդյունքում մենք հասկանում ենք, որ կա պահանջարկը հայկական անշարժ գույքի, հայկական կազմակերպություններում ներդրումներ անելու եւ նման նախաձեռնությունները մեզ համար խիղճ ողջունել են։ Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը կգործի 2 օր եւ արդեն ակնհայտ է դառնում, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն։ Ընդհանուր առմամբ այս ցուցահանդեսի ներկայացված անշարժ գույքի կապիտալիզացիան գերազանցում է $2 միլիարդ։ Եվս մի հետաքրքիր ցուցանիշ։ Անցած տարվա ընթացքում ռուսաստանցի մեր հայրենակիցները Հայաստանում գնել են ավելի քան $200 միլիոն անշարժ գույք։ Եվ դա այն պայմաններում, երբ չի տարվում համակարգված աշխատանք։ Եվ այս ցուցահանդեսը այդ համակարգումը սկսելու առաջին փորձն է։ Վայա Ավանեսյան, Էդգար Հովանեսյան, Մոսկվա, Շանթ Նյուզ։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։